Այս խողովակի օգնությամբ Գոհարն ապրում է գրեթե 1 տարի։ 10 տարի առաջ նրա մոտ չարորակ ուռուցք են ախտորոշել, վիրահատվել է, բուժում ստացել, կյանքի տևողությունը երկարել է, բայց քաղցկեղն իր սև գործն արել է, քայքայել է նրա երիկամներն ու միզապարկը։ Ստենդավորումը միակ փրկությունն է։ Իր անձնական դժբախտության մասին չէր պատմի, եթե վստահ չլիներ, որ արձագանքը կարող է շատերին օգնել։ Ես սեփականություն չունեմ, հնարավորություններ չունեմ։ Գոհարը 50 տարեկան է, երևանցի է, 22 տարի առաջ Լիբանանում է ամուսնացել, վերադարձել է առողջական խնդիրների պատճառով։ Ծնողներ ու մերձավորներ չունի, սկզբում վարձով է ապրել, ամուսինն է օգնել, ինքն է աշխատել։ 1 տարի առաջ ամուսինը մահացել է։ Գոհարին էլ վիրահատել են, երկրորդ կարգի հաշմանդամություն տվել, անաշխատ ունակ ճանաչել։ Հիմա ամիսը մի բարեկամի տանն է ապրում։ Հաշմանդամության 18,000 դրամ թոշակն ու աղքատության 16,000 դրամ նպաստն ամբողջությամբ ծախսում էր ստենդի պարկերի ու ցավազրկողների վրա, բայց արդեն մի քանի ամիս է նպաստ չի ստանում, գրանցված է վարձակալած այն տանը, որտեղ արդեն չի ապրում։ Եթե փողոցում գրանցվեմ, չի հասնում, այս մարդկանց տան վրա գրանցվեմ, չի հասնում, մորաքրոջս տան վրա գրանցվեմ, չի հասնում, գյուղում գրանցվեմ, եթե ասենք հարազատներ կան իրանց տան վրա, որտեղ իրանք հողաբաժին ամեն ինչ ունեն սեփականություն, միևնույն է, ինձ չի հասնում։ Պետական ռեգիստրի մասին օրենքը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրում։ 2011-ից օրենքի այս դրույթը պարտադիր է նաև նպաստառուների համար։ Գոհարը բարեկամների տանը գրանցվել չի կարող, թեկուզ այն պատճառով, որ ամիսը 1 փոխում է տունը։ Այս կարգավիճակի մարդկանց համար օրենքը ոչինչ չի նախատեսում։ Լավ, ինչքան կարելի է ասենց, մի հնարք չկա, գոնե մի տոկոս միտեղ թողեին, որ նմանատիպ ինձ նման մարդիկ շատ կան։ Գոհարը պետությունից տուն կամ ապրուստ չի ուզում, բարեկամները նրան կերակրում ու տանիք են տալիս, բայց գոնե դեղորայքի խնդիրն ինքն է ուզում լուծել, որքան որ Աստված կյանք է տվել, ուզում է արժանապատիվ ապրել։ Ցոլնե Միքայելյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։